Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում եւ այլ քաղաքներում շարունակվում են Ստամբուլի պաշտոնանկարված քաղաքապետ Էքրիմ Իմամօղլուի ձերբակալման եւ դրան հաջորդած կալանավորման դեմ բողոքի ցույցերը։ Հանրահավաքներն ու ցույցերը ուղեկցվել են բախումներով, ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել, անգամ կրակել են ռետինե գնդակներով։ Ավելի վաղ Թուրքիայի դատարանը կոռուպցիայի մեղադրանքով կալանավորել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրիմ Իմամօղլուին, որը համարվում է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցն ու ախոյանը 2028 թվականին կայանալիք ընտրություններում։ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը Ստամբուլի քաղաքապետ Էքրիմ Իմամօղլուի կալանավորման ֆոնին Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու կոչ է արել։ Ըստ Ջումհուրիեթի, այս հայտարարությունը նա արել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժի Ժողովրդի հանրապետական կուսակցության նախագահի ընտրությունների քվեարկության ավարտից հետո։ Էլեկտրոնային քվեարկությամբ Իմամօղլուի առաջադրման ըստ Յավաշի մասնակցել է 20 միլիոն մարդ։ Կուսակցությունը նաև ամբողջ երկրում խորհրդանշական քվեատուփեր, այսպես կոչված համերաշխության քվեատուփեր է տեղադրել, որպեսզի անկուսակցականները կարողանան իրենց աջակցությունը հայտնել քաղաքապետին։ Մայրաքաղաքում եւս ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ է կիրառել դիմակավորված ցուցարարների մեծ խմբերի դեմ, որոնք հրաժարվել են լքել քաղաքի կենտրոնը։ Ոստիկանությունը 10 անգամ պաշտոնական նախազգուշացում է արել ցուցարարներին հեռանալ Աթաթուրքի հրապարակից։ Ցուցարարները սկսել են քարեր, փայտեր եւ տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։ Բարբերաբար բախման վայրում լսվել են ճայթրուկների եւ գազային ռումբերի պայթյուններ։ Ցուցարարները դուրս են մղվել հարակից փողոցներ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ժամանակավորապես պաշտոններից հեռացրել է Ստամբուլին կալանավորված քաղաքապետ Էքրիմ Իմամօղլուին եւ քաղաքապետարանի երկու այլ ղեկավարների, նաեւ Ստամբուլի Բեյլիկդուզուի համայնքապետ Մեհմեդ Մուրադ Չալըքը եւ Շիշլիի ղեկավար Էմրե Շահանը։ Նրանք նույնպես ձերբակալվել են։ Կառավարության պաշտոնյաները հերքում են մեղադրանքները, թե ընդդիմադիր գործիչների դեմ դատական հայցերը քաղաքական դրդապատճառներ ունեն եւ հայտարարում, որ Թուրքիայի դատարաններն իբրև անկախ են գործում։ Թուրքիայի խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են բողոքի ցույցերի ուղիղ հեռարձակումը։ Ըստ ամենայնի, հրանգավորումն իջեցվել է իշխանությունից, որը վախենում է բողոքի ավելի մեծ ալիքից։